Պետրո Զարոկյան, Ուրեմն 172 միլիոն դրամ կառավարչին հատկացրել քաղաքապետարանին հանգստի գոտի ստեղծել Հրազդանի կիրճում։ Հիմա դուք ասում եք մրցույթով եք անում, անցած տարի նմանատիպ ծրագիր կար, որտեղ կառավարությունը 6.5 միլիարդ դրամ, 18.5 միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճը ստեղծվի, եւ դուք պայմանագիր տվեցիք մեկ ընկերությանը առանցին մրցույթ, որը նորաստեղծ ընկերություն էր եւ իր հիմնադիրները նվիրատություն են արել ԿՊ-ին։ Հիմա էսի կոռուպցիայի հարցը առաջին, որտեղ դուք էլի եք այսպես բաներ արել, ասում եք մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Երբ որ ներքին կարգով մրցույթ եք անում, օրինակ այդ Ալբերտ Ազարյանինը կարող է եթե Արմեպսով դնեիք, թենդեր լիներ, մրցակիցներ լիներ 5-6 միլիոն դոլարով կարող էին մարզադահլիճը սարքեին ոչ թե 18.5 միլիոն դոլարով։ Սա կոռուպցիայի կասկածանքներ առաջացնում։ Հիմա ուզեմ պարզ պատասխանեք դուք հայտարարեք Արմեպսի վրա թենդեր մրցակիցներ քանի հոգի են եղել, թե դուք դեր ներքին կարգով այսպես որոշեք մի օգուտակ։ Պարոն Զարոկյան, ձեր բարձրաձայնած բոլոր թվերը բարեբախտաբար իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև իրականությանը չեն համապատասխանում, իրականությանը չի համապատասխանում այն հանգամանքը, որ մենք ենք որոշել հրատապ ընթացակարգով իրականացնել այս շինարարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, ինչի է Ալբերտ Ազարյանի շինարարությունը իրականացվում հրատապ ընթացակարգով։ Մենք 2027 թվականին ընդունելու ենք աշխարհի առաջնություն, աշխարհի թե Եվրոպայի, աշխարհի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի ատլետիկայի, օքեյ, ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այս որոշումները կայացվել են կառավարության կողմից, ընդհանուր բյուջեն կառուցման մոտավորապես, եթե չեմ սխալվում, 2.3 միլիարդ դրամ է, 4 այս նախորդ տարվանն էր 2.3, 4 միլիարդ դրամի կարգի է, իսկ ինչ վերաբերում է հրատապության կարգին, տեսեք, մենք այս ծավալի շինարարություն այն ժամկետներում, որ իրականացվում է Ալբերտ Ազարյանը, մեր նորմատիվներով պետք է իրականացվեր 5-6 տարում։ Մենք սա իրականացնում ենք մոտավորապես 1.5 տարում եւ իրականում փաստացի 3 շինարարական խոշոր շինարարական կազմակերպություններին, ովքեր որ ունեին այդ հնարավորությունը այդ արագությամբ իրականացնել 6 տարվա շինարարությունը, ուղարկվել է առաջարկ հրավեր, 3-ից ամենացածր գին տված ընկերությանը շնորհվել է պայմանագիրը եւ այս որոշումը կայացրել է կառավարությունը, ոչ թե մենք։ Խնդրեմ։ Ուրեմն ես թվերը վերցրեմ ԿԳՄՍ-ի կայքից, 6.5 միլիարդ դրամ է գրված այնտեղ, եւ գիտեք, այս հրատապը, որ ասում եք հիմա իմ հարցին չպատասխանեցիք, թենդեր եղել է թե չէ, ես դեռ չգիտեմ, թենդեր Արմեպսով արեք թե չէ։ Դուք անընդհատ հրատապով եք գրում, Լիլիան Արմին 2.5 միլիոն դրամով դոլար կներեք, էլի հրատապով տվեցիք անցած տարի։ Նոր տարին, որ ամեն տարի նույն տարում նոր տարվա կատարողական բաներ լինում, էլի ամեն տարի հրատապով եք անում առանցին մրցույթի։ Գիտեք, պարոն Ավինյան, սա համակարգային բնույթ է կրում ձեզ հետ։ Նախկինում էլ անիֆը, գիտեք, քրական գործեր, քովիդը եւ այս կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում։ Հիմա այս առաջիկամ ընտրությունները, արդյոք դուք պատրաստ եք քրական պատասխան կրեք, եթե ընտրություններում դուք չպարտվեք եւ պատրաստ եք, այսինքն այս գործեր բացահայտվի, ինչ հաշվարկներ եք արել, եթե շարունակում եք այսպես կասկածանքներով գործանել։ Պարոն Զարոկյան, իրականում այս դատարկ իրապես էլի այս դատարկ բաները, տեսությունները, որ տարածվում են նաև ձեր կողմից, չգիտեմ որքանով է լուրջ ընկալվում մեր հանրության։ Անիֆը լուրջ չի ընկալվում ձեզ հետ, անի 107 Պարոն Զարոկյան, նախ ձեր 1 րոպե արձագանքի հնարավորությունը ձեզ տրվեց, դուք արձագանքեցիք, հիմա խնդրում եմ լռեք եւ լսեք։ Նախ եւ առաջ մշակութային միջոցառումները Երևանի քաղաքապետարանը, որ իրականացնում է օրենքի տառին համապատասխան եւ իրականում մշակութային միջոցառումը այն բացառիկ միջոցառումների տեսակներից մեկն է, որտեղ որ որոշակի
այսպես ասած, ճաշակային հարցեր եւ խնդիրներ կան եւ բազմաթիվ խնդիրներից ելնելով դեռևս 2018-19 թվականին շատ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ են կատարվել եւ բոլոր այդ ընթացակարգերը Երևանի քաղաքապետարանը պահպանում է եւ եկեք համաձայնենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների որակը եւ ծավալը եւ ընդհանուր տրամաբանությունը խոսում են այն մասին, որ այդտեղ իրապես ճիշտ եւ լավ աշխատանք է արվել։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Ինչ վերաբերում են մնացած բաներին, բազմաթիվ անգամ գիտեք արդեն արձագանքել ենք, բայց թեմայի հետ կապ չունի։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Պարոն քաղաքապետ, ուղղակի եւս մեկ անգամ ուզում եմ մեր հանրությանը հիշեցնեմ, պարոն Զարուկյանին չեմ ուզում հիշեցնեմ, որտեղ վստահ եմ, որ ինքը գիտի դա, ուղղակի չգիտեմ ինչի հակառակն ասում, որ 2 տարի է արդեն ամանորյա միջոցառումները, հաղթողները որոշվում են մրցույթով, ինչի է հակառակը պնդում իմանալով, որ դա սուտ է, չգիտեմ ճիշտն ասած։ Պարոն Ավագյան։ Պարոն Ավինյան, մենք այս հարցի շուրջ մի քանի ամիս առաջ քննարկումը իրար հետ ունեցել ենք, իհարկե դրական է, շատ լավ նախաձեռնություն է, լավ ծրագիր է, բայց կուզենայի հարցնել, վերջապես ներառվեց այնտեղ նաև կիրճի ամենամեծ խնդիրը, դա կոյուղին է, որ կիրճում կան բազմաթիվ էլի ինչ-որ ժամանցի կենտրոններ, բայց կոյուղին այդտեղ չի աշխատում կամ ընդհանրապես գոյություն չունի։ Եթե մենք այս ծրագիրը իրականացնում ենք, խնդրեի բարձրաձայնեիք եւ պատասխանեիք, մեջը ներառված է նաեւ կոյուղու այդ կոլեկտոր կոչվածը։ Կունենա կիրճը իր տարածքում նման կառույց, նման ինչ-որ մի սարք, որը կարա լինի նաեւ ստացիոնար, կարա լինի լոկալ, չգիտեմ, հարցս կայանում էր դրանում։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան, այո, ընդհանուր կոնցեպտի մեջ սա առաջնային խնդիրներից մեկն է, որ սահմանված է, որը որ պետք է լուծենք, երբ ես ասում եի ջրի մաքրման եւ ջրի աղտոտվածության հետ կապված խնդրի լուծումները, ես հենց դա ի նկատի ունեի, այսինքն կիրճում տարատեսակ հոսքեր, կոյուղաջրերի հոսքերը պետք է բացառվեն եւ պետք է համապատասխան լուծումներ տրվեն հենց այն կոնցեպտով, որը որ մշակել է Ասիական զարգացման բանկի հայտարարված մրցույթով Արուպա ընկերությունը։ Արձագանք։ Չէ, արձագանքը կայանա նրանում, որ հետևողական լինենք, մեկ էլ ինձ հետաքրքիր է ժամկետները, դեդլայնը, երբ է սկսում, երբ է ավարտվելու, երբ կունենանք մենք, ես տեղ եմ, ոնց որ մանկությունս անցկացրել եմ այդ մեր սիրած Բիձեքի գյոլ ասած տեղը, եւ շատ հետաքրքիր է, երբ կլինի պատրաստ, որ նորից մենք օգտվենք այնտեղից։ Պարոն Ավագյան, իրականում Բիձեքի գյոլի հատվածից հիմա էլ կարող եք օգտվել, մենք այնտեղ բավականին տենց շինարարական աշխատանքներ արել ենք, տարբեր խնդիրներ արդեն իսկ լուծել ենք, ինչ վերաբերում է հենց կոնկրետ այս նախագծին, որը որ ընդհանուր կոնցեպտի մեկ փոքրիկ մասն է, Տիկին Ավետիսյանը ինձ պայմանագրային ժամկետները կարող է ասել։ Եթե հիշում եմ 60 օր, 2 ամիս։ 2 ամսվա ընթացքում պետք է շինարարությունն իրականացվի։ Տիգրան Պետրոսյան։ Չի լինում, հա, մեկ Իրականում այս գետի ջրի մաքրման մասին լրացուցիք, բայց նախագիծը զեկուցելուց դրա մասին չասեցիք, հիմա կուզենամ իմ հարցը վերաբերում է կոնկրետ դրան, որտեղ հիմնականում ամենամեծ խնդիրը տեղա։ Գետի, հունի եւ ջրի մաքրման հետ կապված կոնկրետ այս նախագծում, ոչ թե ընդհանրապես պլաններ ունենք թե չունենք, այս նախագծում գումար որոշակի հատկացված է թե չէ եւ եթե հատկացված է տոկոսով կամ քանակով կարող եք ասել, որտեւ այդ հրազդան կիրճի հիմնական խնդրեմը տեղից է։ խնդրեմ ներկայացրեք։ Պարոն Պետրոսյան, այո, ծրագրի շրջանակում նախատեսվում է